Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Ինչպես եւ խոստացել էի, այսօր հերթը Ախուրյանի տխրահռչակ համայնքապետ Զավեն Մանուկյանինն է։ Զավեն ցավը տանեմ, վատ մարդ Զավեն նպատակները չիրական անասածներ թոսնդեն։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Մինչ սկսելը ցանկանում եմ կարճ զրույց ունենալ ձեզ հետ, ընկերներ։ Գիտեք մեր խնդիրը ինչու է կայանում, որ շատերը իրենց դժգոհությունները պահում են իրենց մեջ, որ անարդարության դեմ կռիվ չեն տալիս։ Երբ մեզ սպառնում են, վախեցնում, թալանում, մենք հաճախ լռում ենք, ասում ենք դե լավ, դեռ ապրում ենք, դրանով մենք մեր երեխաների ապագան ենք խորտակում։ Թալանչիների երեխաները մեր երեխաներից որևէ բանով առավել չեն, ընկերներ։ Իրենք իրենց երեխաների համար մեր վճարած գումարներով կարողանում են բարեկեցիկ կյանքով ապահովվել, իսկ մենք քրտնաջան աշխատում ենք, սակայն մեր երեխաների ապագան մնում է մշուշոտ։ Երկրում ամեն օր տեղի ունեցող թալանը ուղիղ ազդում է մեր եւ մեր երեխաների, մեր հարազատների ապրելակերպի վրա։ Ամեն օր երկրում ահագնացող թանկացումները դրա վառ օրինակն են։ Միակ տարբերակը իմ եւ ձեր մեջից վախի արմատախիլ անելն է, պայքարելն է սեփական իրավունքների եւ երկրի համար, այլ տարբերակ չկա եւ չի կարող լինել, որևէ մեկը չի գալու ձեր փոխարեն ձեր իրավունքները պաշտպանի։ Իսկ հիմա սկսում ենք խոսել օրվա թեմայից, այսինքն Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի հերթական գլուխգործոցից։ Նախ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի տեղեկությամբ, որը որոշ ժամանակ առաջ է տեղի ունեցել։ Ընկերներ, ըստ ստացված տեղեկությունների, Զավեն Մանուկյանի պաշտոնավարման սկզբնական փուլում Ախուրյանի մարզադպրոցի հոակի տնօրեն Լևոն Գեղամյանի եւ Զավենի միջև տեղի է ունեցել միջադեպ։ Այսպես, ըստ տեղեկատվության, Զավենը փորձել է աշխատանքից ապօրինի հեռացնել Լևոն Գեղամյանին, ինչից հետո Լևոն Գեղամյանը ապտակել է Զավեն Մանուկյանին։ Իդեպ Լևոն Գեղամյանը ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արման Գեղամյանի եղբայրն է։ Վերջինս նաև եղել է Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածու։ Ինձ հասած տեղեկություններով վերևներից Զավենին հրամայել են, որ աշխատանքից ազատի Լևոն Գեղամյանին, սակայն Զավենը վախենում է, որ կրկին փորձ կատարի, նորից ապտակ կստանա։ Ինչ է ստացվում, որ Զավեն Մանուկյանը վախենում է իր ենթականերից եւ ինչի արդյունքում էլ ստում քաղաքական հայրերին։ Ընկերներ, բացի սա եւս մեկ կարևոր բան կա Զավենի հետ կապված։ Վերջերս հայտնի դարձավ, որ Զավեն Մանուկյանը ցանկանում է Ախուրյանի այգին բարեկարգել, ինչի համար հայտարարում է տենդեր շուրջ 270 միլիոն դրամ գումարով։ Իդեպ այդ բարեկարգման մասին մի տեսանյութ է պատրաստում համայնքապետարանի մամուլի ծառայությունը, որը դիտելուց հասկանում ես, որ ընդամենը փորձ է կատարվում լրացնել կոռուպցիոն ռիսկեր տեսնողներին։ Այսպես իմ հավաստի տեղեկություններով այդ մրցույթի գումարը ուռչացված է եւ այնտեղ կա հսկայական ատկատի ռիսկ։ Իդեպ մի փոքր նյուանս ներկայացնեմ այդ տենդերներից, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչպես են թալանում տենդերներով։ Օրինակ, գնում են կատարում մեկ աթոռ, որի շուկայական գինը 1000 դրամ է, ապա տենդերի մեջ հայտարարում են 5000 դրամ։ Շահող ընկերության հետ համաձայնեցման արդյունքում գումարի զգալի մասը վերադառնում է թալանչի գրպանը։ Նույն մեխանիզմով էլ հայտարարվել է այգու բարեկարգման մրցույթը, որտեղ ուղղակի հսկայական թվեր են նկարված։ Զավեն Մանուկյան, հիշում ես զգուշացրել էի, որ հետևելու եմ քեզ ու քո գործնեությանը։ Սրանք դեռ մանրուքներ են քեզ մասին ունեցած տեղեկություններից։ Քեզ հորդորում եմ հանգիստ նստես տեղդ, իրական հեղափոխության հետո վերադարձնելու ես ամբողջ թալանածդ։ Ընկերներ, բազմաթիվ նամակներ եմ ստանում նաև Մարալիկից։ Քաղաքացիները դժգոհում են, որ Մարալիկի համայնքապետը բռնում է տալիս ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին, վախի մթնոլորտ է սերվում համայնքում։ Մոտ օրերս իմ Մարալիկ այցից եւս կխոսեմ պարոն Արման Սարիբեկյան։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը, հարգանքներով, ձեր հայը։